Բանակցության համար հերթագրում հերթագրված պատգամավորներ չկան, Տիկին Ղազարյան, պարոն Նուրբեկյան, եզրափակիչ ելույթ չեք ուզում ունենալ, հացի քննարկումն ավարտվեց, քննարկում են կառավարության կողմից ներկայացված անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյան համեցեք Բարև ձեզ։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունը այլևս վերապավել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն վերօգրյալից զատ որևէ այլ կարգավորում, այդ թվում վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ դեռևս չի սահմանվել։ Նշած խնդիրը լուծելու նպատակով նախագծերով առաջարկվում է հնարավորինս մանրամասն կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը, սահմանելով հետևյալ հիմնական կարգավորումներ։ Առաջինը, տեսչական մարմինը ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու է նոր գործիքի դիտարկումների միջոցով, որոնք լինելու են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված եւ ըստ անհրաժեշտության։ Ըստ անհրաժեշտության դիտարկումները իրականացնելու հիմք են լինելու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները, ֆիզիկական անձի կամ նրա օրինական ներկայացուցիչի դիմումը, ում ֆունկցիոնալությունը գնահատվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հաղորդումները եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը։ Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների եւ պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը միջնորդագրեր են ներկայացնելու առաջինը լիազոր մարմնին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ։ Երկրորդ դեպքում լիազոր մարմնին անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրաված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ եւ երրորդ դեպքում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայի զրկելու վերաբերյալ, եթե բուժաշխատողը 1 տարվա ընթացքում ուղղագրման առնվազն 3 դեպքով թույլ է տվել խախտում։ Նախագծերը քննարկվել են ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Հաշվի առնելով վերօգրյալը առաջարկում եմ նախագծերն ընդունել առաջին ընթերցմամբ։ Շնորհակալություն։ հարցերի համար հերթագրում Զարուհի Բաթոյան Շնորհակալ եմ, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը ներդրվել է 1 տարի առաջ եւ կարեւոր է այստեղ վերանայելու գործընթացները, որպեսզի մենք համակարգը անընդհատ բարելավենք, այդ իմաստով իհարկե կարևոր է նաև վերահսկողական մեխանիզմների ներդրումը։ Երկու հարց ունեմ, առաջինը արդյոք միայն ընթացակարգային դիտարկում է իրականացվելու, այսինքն տեսչական մարմինը դիտարկելու է, թե ինչ ընթացակարգով է գնահատումն իրականացում եւ արդյոք ընթացակարգին համապատասխանում է թե ոչ, թե նաև գնահատման օբյեկտիվության վերաբերյալ է գնահատում իրականացնելու եւ երկրորդ հարցս, եթե իհարկե արդեն նաև մասնագիտական այստեղ կարողությունների կարիք կա, որովհետեւ եթե խոսքը գնահատման մասին է, այստեղ այո, մենք պիտի անհրաժեշտություն ունենանք նաև համապատասխան մասնագետների, որոնք կվերանային գնահատումը, ճիշտ է իրականացվել օբյեկտիվ թե ոչ։ Եվ ինչպես եք դա պատկերացնում նաև տեղեկատվական համակարգի միջոցով, որովհետև ընթացակարգերը հիմնականում ավտոմատացված են գնահատման մեխանիզմները։ Շնորհակալություն։ Մենք միայն ընթացակարգն ենք նայում, Տիկին Բաթոյան, մենք բժիշկների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ կամ նույն հավաստագիր ստացած հանձնաժողովի անդամների վերաբերյալ դատողություններ չենք անելու։
այլ ընթացակարգն ենք տեսնելու, արդյոք դիցուկ 3 ամիս բժիշկը փորձել է իր միջոցներով բուժել հիվանդին կամ այլ ընթացակարգեր, որոնք փաստաթղթաբանության հետ են կապված։ Ինչ մնում է օբյեկտիվությանը, օբյեկտիվության մասով բնականաբար, եթե մենք փաստաթղթերը նայեցինք, տեսանք, որ խնդիր կա, վերանայման ժամանակ իհարկե օբյեկտիվությունն էլ կգնահատվի, բայց արդեն ոչ տեսչական մարմնի կողմից, այլ լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից։ Վերանայող մարմին կա արդեն միասնական սոցիալական ծառայությունում, ձեր երկրորդ հարցին եմ պատասխանում, իսկ ինչ վերաբերում էր տեղեկատվության հետ կապված, անկեղծ ասած չհասկացա հարցը, եթե խնդրեմ մի հատ ավելի մանրամասնեք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տեղեկատվական համակարգը վերաբերում էր գնահատման գործընթացին ավելի շատ, որովհետև ինքնաշխատ եղանակով է նաև, այսինքն այն բալերը, որով որ սահմանվում է ֆունկցիոնալության սահմանափակումը, դա տեղեկատվական համակարգի ավտոմատ համակարգով է իրականացվում, բայց եթե դրանք ընթացակարգերին են վերաբերում, գուցե այստեղ գործ չունենա տեսչական մարմին, այսինքն եթե ոչ թե գնահատման բովանդակության մասին է խոսքը լինելու այլ ընթացակարգի, այս դեպքում խնդիր չի ունենա, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ կարևոր է նաև այստեղ քանի որ մենք խոսում ենք նաև որոշ դեպքերում հավաստագրերից զրկելու մասին մասնագետների, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք մասնագիտական որոշակի կարողությունների կարիք ունենք, արդյոք տեսչական մարմինը այս մասով որևէ բան վերանայելու կարիք տեսնում է, թե ոչ, այսինքն զուտ մասնագիտական այդ իմաստով, թե դրանք զուտ, նորից եմ կրկնում, միայն ընթացակարգերին են վերաբերելու։ Հասկացա, ամեն դեպքում տեսչական մարմնի ներկայացուցիչները ցանկացած նոր զուգաթերթի եւ նոր լիազորություն ստանձնելուց հետո վերապատրաստվում են, ավելի նեղ մասնագիտացում են ստանում, եթե կարիքը այս դեպքում տեսնենք, որ ունենք նոր մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն, եթե տեսնենք, կա բնականաբար վերապատրաստման գործընթացը կմեկնարկի։ Ինչ վերաբերում է տեղեկատվական դաշտում, այսինքն ինքնաշխատ եղանակով, ես գիտեմ, որ այս բանի կարգավորումը այնպիսին է, որ փաստաթղթերը հավաքվում են եւ հանձնաժողովը չի որոշում կարգը, այլ ավտոմատացված եղանակով է որոշում եւ օգտվելով այս առիթից ասենք, որ սա նաեւ կանխարգելիչ միջոց է լինելու, քանի որ մենք մեր ստուգաթերթերը հրապարակելու ենք եւ թե բժիշկները, ովքեր ուղեգրելու են, եւ ամփոփագիր տվող անձը եւ արդեն հանձնաժողովի անդամները, ովքեր հավաստագիր ունեն, իրանք նախապես տեսնելու են մենք ինչի վրա ենք ուշադրություն դարձնելու եւ բնականաբար դա իրանց կօգնի, որ ավելի զգոն լինեն։ Շնորհակալություն։ Արմենուհի Գյուրեղյան։ Պարոն Մարտիրոսյան, դուք հենց նոր նշեցիք, որ խոսքը վերաբերում է տեսչական մարմնի կողմից ընթացակարգային խախտումների վերհանման եւ դրանց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ առաջարկելու մասին, բայց միևնույն ժամանակ ձեր առաջարկող նախագծում դուք ասում եք, որ տեսչական մարմինը ստանալու է լիազորություն ներկայացնելու բուժ աշխատողին անհատական լիցենզիային զրկելու վերաբերյալ առաջարկությամբ։ Իսկ ինչ է անհատական լիցենզիան բուժ աշխատողի համար, դա մասնագիտական գործունեությունը ինքնուրույն իրականացնելու հնարավորություն տրվող փաստաթուղթ է, մասնագիտական ինքնուրույն գործունեություն իրականացնելու։ Այսինքն ստացվում է, որ ընթացակարգային խախտումը բերելու է մասնագիտական գործունեությունից զրկելու առաջարկի, որը ըստ էության տրամաբանական չի կարող լինել, եւ վերջիվերջո անհատական լիցենզիան ստացվում է քննության արդյունքում մասնագիտական, տեսական եւ պրակտիկ գիտելիքների ստուգման առումով, ինչքանով է ճիշտ մասնագիտին զրկել մասնագիտական գործունեություն իրականացնելու Գյուրեղյան ավարտեք։ Եվ բացի դա, ասեմ, որ կներեք իհարկե, բայց զրկելու մասին որևէ հնարավորություն օրենքում անհատական լիցենզիայի զրկվելու ընդհանրապես խոսք անգամ չկա։ Շնորհակալություն։ Ինչքանով է տրամաբանական, որ ներմասնագիտական ունակություններ ու կարողությունների տիրապետող բժիշկը ունենալով լիցենզիա տարին 3 անգամ ուղեգրի մի մարդու, որը որ ուղեգրման ենթակա չի եղել օրինակի համար։ Ինչքանով է տրամաբանական, երբ որ մարդը իր նեղ մասնագիտությունը ու ծառայողական պարտականությունները չկատարի տարին 3 անգամ մենք հայտնաբերենք ու որևէ միջոց չձեռնարկենք այդ ուղղությամբ։ Մենք չենք զրկողը։
մենք առաջարկելու ենք, որպեսզի այդ ընթացակարգը լիազոր մարմինը քննարկի։ Սա մենք նաև քննարկեցինք հանձնաժողովի նիստի ժամանակ եւ ես խոստացա, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ այդ զրկելու գործընթացի վերաբերյալ կարգավորում կտրվի։ Այո, զրկման մասով մենք վերանայելու ենք եւ զրկման տերմինը այլևս չի լինի։ Դադարեցում կլինի, թե կասեցում կլինի, բնականաբար նորից կքննարկենք այդ հարցին լուծում կտանք, բայց որևէ բան չանել մի մասնագետի գործի վերաբերյալ, որը որևէ բան չի արել։ Օրինակի համար 3 ամիս ժամանակը լրացավ, ես շարունակեմ։ Արձագանք։ Պարոն Մարտիրոսյան, դուք դրա նախորդող կետով լիազորություն եք տալիս տեսչական մարմնին առաջարկելու հավաստագրից, այդ հանձնաժողովի անդամ լինելու հավաստագրից զրկելու վերաբերյալ։ Սա շատ նորմալ երևույթ է, որ եթե այո ինքը տարին 3 անգամ անընդմեջ իր այդ ընթացակարգային որևէ խախտում է իրականացնում, այո նրան այդ հանձնաժողովի անդամ լինելու հավաստագրից զրկեք, բայց դա չի նշանակում, որ ինքը որպես բժիշկ ինքը այլևս բժիշկ չի կարող աշխատել, հասկանում եք, դրանք տարբեր բաներ են։ Դուք մասնագիտության գործունեությունը իրականացնելուց զրկում եք, որովհետև ինքը ճիշտ ինչ որ ուրիշ գործընթացում ընթացակարգային խախտում է արել։ Ձերկեք այն հավաստագրից, որը կա եւ դա շատ նորմալ առաջարկ է։ Ընդ որում ես ասեցի այնտեղ էլ նախորդ քննարկման ժամանակ ուղղակի պետք է ֆիքսել, որ հավաստագրից զրկելու մասին է խոսքը։ Այո, հավաստագրից զրկելը շատ նորմալ առաջարկ է, միգուցե ավելի խիստ պետք է դնել, բայց մասնագիտական գործունեություն իրականացնելուց զրկել բառը մի կողմ թողնենք, որ այդ իրավունքը չկա ընդհանրապես։ Կինկյուրեղյան ավարտեք։ Շնորհակալություն, կարճ արձագանքեմ, որ լիազոր մարմինը այդ լիազորությունը փաստացի ունի եւ մենք առաջարկելու ենք, որ ինքը վերանայի այդ մարդու հետագա գործունեությունը, եթե մենք 3 անգամ տեսանք, որ չարաշահում է տեղի ունեցել։ Նյութական հետևանքի կբերի թե ոչ, այդքան էլ այս դեպքում տեսչական մարմնի լիազորության կամ հետաքրքրության դաշտում չի, ուստի մենք հայտնաբերեցինք խախտումը, խախտման վերաբերյալ արձագանքը լինելու է, խախտման վերաբերյալ արձագանքի մասով նյութական որոշում կայացնելը հետևանք առաջացնող արդեն լիազոր մարմին է կլինի։ Շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանին, համեցեք։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն պարոն Մարտիրոսյան հարցը օրենքի նախագիծը ներկայացնելու համար։ Ես միայն կավելացնեմ, որ մենք բնավ չենք ուզում զրկել բժիշկներին մասնագիտական իրենց կարողություններից, իրենց լիազորություններից, այս նախագիծը դրա մասին չէ, բայց նախագիծը նրա մասին է, որ չի կարող բժիշկը 1, 2, 3 անգամ անընդմեջ սխալվի եւ դա արձագանք չունենա, այդ սխալը արձագանք չունենա։ Ինձ թվում է դա շատ կարեւոր է եւ եթե մենք գործ ունենք մարդու կյանքի հետ, կարծում եմ մենք սխալվելու շատ փոքր տեղ պետք է ունենանք, մենք սխալվելու մեծ հնարավորություններ չպիտի ունենանք։ Դրա համար մենք առողջապահության մշտական հանձնաժողովում ամենայն մանրամասնությամբ եւ երկար ժամանակ քննարկել ենք այս հարցը։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ խնդրում եմ կողմ քվեարկել։ Եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Հարցերի համար հերթագրում։ Արմենուի Գյուրեղյան, Տիկին Գյուրեղյան, ժամատախտակին հետևեք, խնդրում եմ։ Տիկին Հունանյան, ես շատ ուրախ եմ, որ դուք նշեցիք, որ խոսքը նախաձեռնությունը, այսպես ասած, նախագիծը մասնագիտական գործունեությունից զրկելու մասին չպետք է լինի, այլ կոնկրետ այս ընթացակարգային գործունեությունը ճիշտ ընթացակարգերով իրականացնելու մասին պետք լինի։ Դա նույնն է, ինչ որ ասում եմ ես, այո, ես դա ողջունում եմ եւ դա շատ անհրաժեշտ է, բայց արդյոք դուք չեք գտնում, որ անհատական լիցենզիան դա մասնագիտական գործունեության լիազորություն հավաստագիր ստանալու փաստաթուղթ է, անհատական մասնագիտական։
Արդյոք սրանք մեկը մյուսին չեն հակասում։ Մի կողմից սահմանվում է անհատական լիցենզիան մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստող փաստաթուղթ, մյուս կողմից ասում եք այդ փաստաթղթից զրկում ենք, եթե նա ընդհանցակարգային ուրիշ ոլորտում ընդհանցակարգային խախտում է արել։ Տիկին Գյուրեղյան, անհատական լիցենզիային չէ նշանակում բժշկի տվյալ մասնագետի հմտությունները գնահատող փաստաթուղթ, այսինքն դա կլինի տեսական գիտելիքներ, դա կլինի գործնական հմտությունները, այդ ամեն ինչը լիցենզիայի մեջ է, չէ՞ մտնում։ Հիմա եթե 1, 2, 3 անգամ բժիշկը սխալվում է եւ կամ հիվանդին սխալ դիագնոզով ուղեկցում է ՄՍԾ կամ հակառակը, եթե պետք է չի ուղղորդում, ինչ պետք է անել այդ բժիշկին, դա նշանակում է, որ ինքը թերանում է, չէ՞ իր մասնագիտական խնդիրների, մասնագիտական հմտությունների մեջ եւ տեսական գիտելիքների եւ գործնական դա սա ոնց կարելի է կարգավորել ձեր կարծիքով ուղղորդել դրա համար ընդհանցակարգերով աշխատանքի տեսչական մարմինը ուղղորդում է համապատասխան ներողություն շարունակեք եթե արձագանքեք շարունակեմ Տիկին Հունանյան, ելի եմ կրկնում, դուք ասում եք այն, ինչ որ ես եմ ասում, այո, նրան պետք է պատժել, միգուցե ինչ, բայց պատժել այդ հավաստագիրը, որը տրվում է որպես այդ հանձնաժողովի անդամ լինելու լիազորություն, այդ հավաստագրից զրկելու առումով, այո, բայց լավ վիրաբույժը, այլևս վիրաբուժություն չանի, որովհետև այն մյուս ոլորտում ինքը սխալ փաստաթուղթ է գրել, իրեն զրկեք այդ փաստաթուղթը ընդհանրապես լրացնելու լիազորությունից, ես դրան երկու ձեռքով կողմ եմ, բայց իրեն զրկել որպես բժիշկ վիրահատություն անելուց սրա մասին են պետք մտածել վերջի վերջո մենք բոլոր բժիշկներին պոտենցիալ հանցագործ ենք դարձնում Տիկին Գյուրեղյան առաջինից երկրորդ ընթերցման դուք ասացիք որ անպայման կներկայացնեք ձեր դիտարկումները եւ մենք նորից դրա մասին կխոսենք, բայց այստեղ եւ մենք ասացինք, որ այդ զրկելը մենք կփորձենք մեղմել ինչ որ այլ ձևակերպել, ոչ թե զրկել, բայց ես միևնույն է կողմ եմ այն փաստին, որ եթե մարդու կյանքի հետ է գործը, մարդու կյանքի մասին է խոսքը գնում, մի քիչ պետք է շատ խիստ լինել, էլի, որտեվ դա կարող եք լինել դուք Մյուսը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մտքերի փոխանակության համար